Նախ շնորհակալություն հրավերի համար։ Երկրորդ մենք Շիրակում գտնվեցինք այդ դեկտեմբերի 7-ի հիշատակի պատարագի առիթով, որ մեզ հրավիրել էր առաջնորդի պաշտոնակատար Նարեկ եպիսկոպոսը, եւ երկրորդ ցանկացած հոգևորական կարող է յուրաքանչյուր պատարագի գտնվել ցանկացած տեղ եւ մասնակցել պատարագին։ Պատարագ մատուցելու ժամանակ է, որ պիտի տվյալ թեմի առաջնորդի օրհնությունը եւ գիտությունը լինի։ Մնացած դեպքերում յուրաքանչյուր հոգևորական կարող է ուխտավորաբար գտնվել որևէ մի եկեղեցում եւ մասնակցել պատարագի։ Ես 17 տարի եղել եմ Վրաստենի հայոց թեմի առաջնորդը եւ տասնյակ հոգևորականներ պատարագից առաջ, պատարագի ժամանակ տարբեր տեղերից մեր նվիրապետական աթոռներից եկել են եւ մասնակցել են այդ պատարագին։ Եթե նրանք պատարագ մատուցեին, այո, իմ արտոնությունը պիտի ունենային, բայց եթե մասնակցում են, ուրեմն որևէ արտոնության խնդիր չկա։ Ուստի առաջին մենք հրավերով ենք ներկա գտնվել պատարագին եւ երկրորդ ցանկացած հոգևորական ցանկացած վայրում կարող է ուխտավորաբար գտնվել եպիսկոպոս վարդապետ քահանա Սակավակ եւ մասնակցել այդ պատարագին։ Մենք պատարագի ընթացքում որոշակի գործողություններ ենք կատարել ստիպված, այսինքն մենք օրհնել ենք պատարագը, խոստովանություն ենք կատարել, որովհետև քահանաները չկային, ուրիշ որևէ հոգևորական քանի որ չկար, մեզ համար դա շատ անակնկալ էր, ուստի եւ մենք եպիսկոպոսներով բաժանեցինք պարտականություններ եւ որպեսզի ժողովուրդը առանց խնամքի չմնար, դրա համար մենք արդեն մասնակցություն ունեցանք նաեւ պատարագի օրհնությանը։ Եթե այնտեղ հոգևորականներ լինեին, մենք ուղղակի ուխտավորաբար ներկա կլինեինք, շատ ենք ափսոսում, որ Նարեկ Սրբազանը հիվանդ լինելու պատճառով չմասնակցեց պատարագին, այլապես կարծում ենք, որ նա նույնպես պիտի այդ սուրբ օրը մասնակցեր պատարագին։ Ձեզ մեղադրում են եկեղեցին պառակտելու մեջ։ Չի կարող պառակտում լինել։ Ես կարող եմ ասել, որ օրինակ Շիրակի թեմի հոգևորականների այդ քայլը, որ կատարել էին եկեղեցին ամբողջությամբ մաքրել էին եւ նույնիսկ մի նստարան չէր թողնվել, որևէ անոթ չէր թողնվել, որի համար ես շատ ափսոսում եմ եւ զարմանում եմ անկեղծորեն, որովհետեւ դա ես համարում եմ որպես մեր պետականության դեմ քայլ, որովհետեւ այնտեղ էին հայոց ավականին եւ հայոց ավականու դեմ արչեւ դա բոյկոտ էր, որը որ ընդունելի չի։ Ցանկացած եկեղեցի պիտի բաց լինի հայոց պետական այրերի առջև։ Նրանք պիտի մասնակցեն անկախ նրանց նկատմամբ ունեցած անձնական վերաբերմունքից։ Սա շատ լուրջ հարց է եւ անձամբ ինձ շատ մտահոգեց։ Ես չեմ կարող ասել մեր Շիրակի թեմի հոգևորականները ինչու այդպես արեցին, բայց այն ինչ որ տեղի ունեցավ գուցե առանց գիտակցորեն, դա մեր պետականության նկատմամբ ուղղակի անհանդուրժողական վերաբերմունք է։ Խնդիրը կայացել էր նրանում, որ կաթողիկոսի անունը հնարավոր էր որ չհնչեր պատարագչի կողմից։ Ես ինձ հետ բերել եմ պատարագամատույց, որպեսզի ասեմ թե ինչի մասին է խոսքը, որ այսքան ուրեմն աղմուկ է բարձրացել։ Կաթողիկոսի անունը 3 տեղ հիշվում է պատարագի ընթացքում։ Մեկը Վասալների հիշատակության, մյուսը երբ պատարագիչ քահանան է անունը տալիս եւ ավարտում, որ կաթողիկոսը եւ առաջնորդը երկար ուղղափառ տարիներ պարգևեն։ Հիմա հնարավոր է որ սա օրինակ անտիլիասական թեմերում ամենայն հայոց կաթողիկոսի անունը չի հնչում։ Ուրեմն նշանակում է այդ պատարագը անվավեր է, կամ հնարավոր է որ մի երկիր լինի, որը խնդիր ունենա Հայաստանի կաթողիկոսի հետ եւ իր երկրի տարածքում գործող եկեղեցիներին պարտադրի, որ նրա անունը չհնչեցնեն։ Դա պատարագը դրա հետ կապ չունի, պատարագը պատարագն է, որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսի արյունը եւ մարմինը գինին եւ հացը փոխակերպվում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմնին եւ արյանը։ Մյուս տեղը որ հիշվում է, դա ուրեմն գոհություն երկեցողության մեջ է, որ այնտեղ նույնպես աղոթք է հնչում։ Հիմա կարող է հոգևորականը նաև որևէ մի հանգամանքում ինքը նաև դա ծածուկել ասել, խնդիր չկա, որովհետև պատարագի այս պատարագամատույցի մեջ մենք ունենք աղոթքներ նույնիսկ մեր Սուրբ Նարեկացուց, որոնք որ ընթերցվում են ծածուկ նշանակում է մեղմ, երկեցողությամբ չի ասվում, ընդհանրապես պատարագի աղոթքների մի զգալի մասը դրանք ծածուկ աղոթքներ են։ Այո, կանոնական առումով ցանկալի է, որ եւ կաթողիկոսի, առաջնորդի, պատարագիչ քահանայի անունն էլ ասվի, բայց դրա բացակայությունը չի նշանակում, որ պատարագը անվավեր է։
Օրինակ, երբեմն եկեղեցիներ կան, որ ճունեն ավելի դպիրներ, սարքավագներ եւ ճաշու ընթերցանությունը, որ այն մեծ գիրքը ճաշոցը, որ կա եկեղեցու ատյանում, չի ընթերցվում, որտեվ մարդ չկա, երբեմն նաեւ հայերեն իմացող չկա, որպեսի գնա կամ գրափարով ընթերցի։ Եթե քահանան կամ ծառայող սարքավագ դպիրը շարականը չգիտեն, ճաշու շարականը պատարակի ժամանակ կարող է չհնչել։ Ես կարծում եմ սրանք ավելի մեծ խնդիրներ են, եթե պիտի գանք դրան, բայց նույնիսկ դրա բացակայության դեպքում պատարակը ընթանում է կանոնական կերպով, որտեղ պատարակիչը կանոնական քահանա է, օծված եւ նրա պատարակը ընդունելի է։ Այնպես որ անունը հնչեցնել, չհնչեցնելու հարցը սա շատ արհեստական ուռճացված է, որովհետեւ մենք պիտի կենտրոնանանք ոչ թե անձի, այլ պիտի կենտրոնանանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի խորհրդի վրա, թե ինչպես ենք մենք պատրաստվում այդ խորհրդին մասնակցել, քահանան ինչպես է պատրաստվում, հավատացյալները ինչպես են պատրաստվում, հաղորդություն են ստանում, մենք ամբողջությամբ հոգևոր խնամք տանում ենք, մեր Աստծո սուրբ խոսքը հասցնում ենք այդ մարդկանց, թե ոչ։ Սա է կարևորը։ Դե այս վեճը շատ քիչ է Հիսուս Քրիստոսին հիշեցնում, եթե անկեղծ ասենք, եւ ավելի շատ հիշեցնում է քաղաքական գործընթաց։ Ինչու է եկեղեցին մտել քաղաքականության մեջ։ Մենք դրա համար շատ ցավում ենք եւ հոգևորականության հիմնական մասը անհաշտ է դրա հետ։ Դա հիմնականում արդեն երևաց 2020 թվականի պարտության մատնված հայոց մեր երկրի հետագա ընթացքից, որ ցավալի պարտություն կրեցինք եւ ուրիշ անգամ էլ ասել ենք, մեր պատմության մեջ նման բաներ եղել են, բայց մշտապես եկեղեցին իր կաթողիկոսով եւ հոգևոր դասով եւ պարտությունն է համարել իրենը եւ հաղթանակը, որովհետեւ պետական մտածողությամբ այդպես պիտի լինի։ Բայց ցավոք 20 թվականից սկսած արդեն փոխվեց իրավիճակը, որովհետև ամենայն հայոց կաթողիկոսը հորդոր հղեց վարչապետին 20 թվականի դեկտեմբերին, որ նա հրաժարական տա եւ այդտեղից սկսվեց արդեն այս քաղաքական գործընթացները, որ մինչ այսօր շարունակվում են։ Հետագային ցավով պիտի նշեմ, որ մեր հոգևոր եղբայրներից Բագրատ Սրբազանը 2024 թվականին սկսեց այդ Տաուշը հանուն Հայաստանի, որը հետո վերափոխվեց դարձավ Սրբազան պայքար, այդ շարժումը ղեկավարեց եւ բնականաբար դա քաղաքական պայքար էր եւ թեև եկեղեցին կասեցրել էր նրա գործունեությունը, բայց նա որպես հոգևորական էր գործում։ Բացի դա, նաեւ Գերագույն հոգևոր խորհուրդը շատ անգամ եպիսկոպոսների ժողովը, որին մասնակցել ենք մենք եւ շատ անգամ դեմ լինելով կողմի կերպարով եւ մոտեցումով հնչել է նաեւ քաղաքական հայտարարություններ, որոնք որ մեր սրտով չեն եղել։ Ուղղակի դրանցից շատերը պարտադրված են եղել եւ շատերը կարող են դա ապացուցել։ Հիմա այս քաղաքականության մեջ մտնելով եկեղեցին մեծ վնաս կրեց, որովհետեւ մեր ժողովուրդը մեզանից սպասում է, ինչպես ասացի, ավետարանի խոսքը հնչեցնելու եւ ոչ թե քաղաքականության մեջ մտնելու։ Դրա հետևանքը տեսեք ինչ է լինում։ Շիրակի թեմի մեր քահանաների արածը այս ամբողջի մեջ է տեղավորվում, որովհետեւ հայոց եկեղեցին ոմանք այս անցնող տարիներին դարձրեցին խորքային պետության մի մաս։ Եվ այդ խորքային պետության մի մասը շատ տեսանելի կերպով ղեկավարվում է այլ վայրից։ Եվ Հայաստանի վարչապետը, երբ որ թիվ 1 ամբիոնից ասում է, որ իրեն ոչ թե իրեն ենթակա կաթողիկոս է պետք, այլ կաթողիկոս, որը չի ենթարկվի եւ չի կառավարվի օտարերկրյա հատուկ ծառայության ավակ լեյտենանտից, սա մեզ մտահոգում է եւ սա առաջին անգամը չէ։ Հայաստանի վարչապետը ուրիշ անգամ էլ է ասել, որ ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանի Հանրապետության համար անվտանգության վտանգ է ներկայացնում։ Ես չեմ կարող ասել դա ինչպիսի ապացույցներ ունի, հավանաբար ունի, որովհետև Հայաստանի վարչապետը թիվ 1 ամբիոնից չի կարող առանց հիմնավորման նման բան ասել։ Եվ սա մեզ մտահոգում է։ Ու երբ 10 եպիսկոպոս, արքեպիսկոպոսներով մեր ձայնը բարձրացրել ենք, որպեսզի ամենայն հայոց կաթողիկոսը իր ընթացքը անդառնա եւ նաեւ հանգստի կոչվի եւ հնարավորություն տա եկեղեցին դուրս բերել այլ ազդեցություններից, եկեղեցին դուրս բերել քաղաքական այս ու այն կուսակցությունների եւ անհատների ազդեցությունից, հենց սա է, որտեղ եկեղեցին մեկ ազդեցություն պիտի ունենա՝ մեր հայրերի Աստծու եւ մեր հավատացյալ ժողովրդի։ Եվ պիտի ծառայի մեր հայրերի Աստծուն, հավատացյալներին եւ լինի մեր Հայաստանի Հանրապետության պետականության կողքին, որովհետեւ մենք աշխարհում ունենք հազարավոր եկեղեցիներ, բայց ունենք մեկ պետություն, դա Հայաստանի Հանրապետությունն է, որի համար պիտի մենք պատրաստ լինենք ամեն զոհությունների։ Երբ դուք հայտարարություն արեցիք ի պաշտպանություն խաղաղության եւ եվրոպական ճանապարհի, եկեղեցին շատ արագ մյուս օրը հակադարձեց ձեզ, որ համաձայն չի։ Դա նույնպես տեղավորվում այս տրամաբանության։ Վստահաբար տեղավորվում է։ Զարմացաք որ նման հայտարարություն է։ Չզարմացա, որովհետև ես 20 տարի գրեթե Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եմ եւ այդ կառույցում
բազմաթիվ անգամներ հայտարարություններ են գրվել, որոնք իրոք շատ նման էին այլ երկրի արտգործնախարարուհու մամուլի խոսնակի արտահայտած մտքերին։ Այն տպավորությունն էր, որ ինչ որ միտեղ ինչ խոսվում էր, շատ որոշակի շրջանակներում խոսվում էր, եւ այդ ամբողջը գեներացվում, կենտրոնանում էր, դառնում էր գերագույն հոգևոր խորհրդի կամ մայրաթորի հայտարարություն։ Եվ ահավասիկ այս ամբողջը գալիս է այդտեղից, եւ ես չզարմացա, որովհետեւ ես ինչ էի ասել, ընդամենը որ խաղաղություն ենք ուզում, հարևանների հետ հաշտություն, դա մեր եկեղեցաբանության մեջ է։ Եվ դրա հետ միասին նաեւ, քանի որ Եվրոպայում ենք ծառայում, բնականաբար եվրոինտեգրում։ Ես ծառայի որևէ այլ երկրում, օրինակ Իրանում ծառայի եւ գար մեր երկրի ղեկավարը Իրան, ես պիտի ասեի ողջունում եմ Իրանի հետ ամուր հարաբերությունները, որ ժամանակին, երբ որ Սերժ Սարգսյանը գալիս էր Վրաստան, Արմեն Սարգսյանը գալիս էր Վրաստան, նույն Նիկոլ Փաշինյանը 18 թվականի առաջին անգամ երբ եկավ Վրաստան, մենք ողջունեցինք Վրաստանի հետ ինտեգրումը։ Եվ այստեղ ես չեմ կարծում, որ աստվածաբանական, եկեղեցաբանական կամ կանոնական սխալ կար։ Ճիշտ հակառակը։ Այդ դեպքում դուք բացատրություն հարցրել եք, ինչու նման հայտարարություն եղավ։ Բացատրության կարիք չկա, որովհետև ես գիտեմ մարդիկ ովքեր որ այդ հայտարարությունը անում են, ինչ շրջանակների հետ են կապված եւ որտեղից են գալիս նմանատիպ մոտեցումները, ինձ համար արդեն ամբողջությամբ հասկանալի էր։ Այսինքն դրսից է կառավարվում այս ամենը։ Ես ցավոք այն տպավորությունն ունեմ եւ ոչ միայն ես, այլ տեսնելով ընդհանուր ընթացքը մենք այդ կարծիքին ենք։ Տեսեք, երբ որ մենք նայում ենք վերջին շրջանի իրադարձությունները, եկեղեցի եւ հավատացյալ հարաբերությունները, շատ տեսանելի է, որ մեր հավատացյալները այլևս լքում են ամենայն հայոց կաթողիկոսին, որովհետեւ զանգերը ղողանջում է Էջմիածնում այս տարվա հունիս ամսին, Էջմիածնից մարդ չի գնում այնտեղ մասնակցելու այդ ղողանջի հրավերին, երկրորդ Էջմիածնի տոնին է հրավիրվում, չկա։ Ամենայն հայոց կաթողիկոսը ամիսներ առաջ եկավ օթանավակայանում 2000-ից ավել մարդ դիմավորեց, անցած օրը հազիվ 300 մարդ, այն էլ հիմնականում պաշտոնյաներ եւ ուրեմն լրագրողներ։ Այո, ժողովուրդը մեր ամեն կիրակի մի ուրախություն պիտի հայտնեմ, տեսանելի է, որ շատ եկեղեցիներ լեփլեցուն են մեր հավատացյալներով, բայց դրանք հիմնականում մեզ հետ կապ չունեն։ Իրենք գալիս են, հաղորդվում են, շփվում են այդ պահին եկեղեցու հետ եւ հազվադեպ, որ մեր հոգեվորականության հետ այդ շփումն ունենան։ Իհարկե մենք ունենք շատ արժանավոր հոգեվորականներ, որոնք մեծ աշխատանք են տանում մեր հավատացյալների հետ, բայց ցավոք ամենայն հայոց կաթողիկոսի եւ ժողովրդի կապը կորել է։ Նաեւ ինչու։ Որովհետեւ տարիներ ի վեր Հայաստանում որևէ անգամ մենք չենք տեսնում, որ վեհափար հայրապետը այցելի որևէ թեմ հանդիպի հավատացյալներին, ժողովրդին իր հայրական խնամքը տանի։ Ամենայն հայոց կաթողիկոսի գործառույթներից թիվ 1-ը դա Սուրբ Գրքի, Սրբազան ավանդության, եկեղեցու ավանդությունների, արժեքների եւ դրանց մասին խոսելն է իր հոտին, իր ժողովրդին։ Բայց դա այսօր կատարում է կարծեք թե Հայաստանի Հանրապետության վարչապետը ինքն է տարբեր թեմեր գնում, տարբեր եկեղեցիներ մասնակցում պատարագի եւ իրեն հետ հարյուրավորներ, երբեմն հազարավորներ գնում եւ մասնակցում են։ Սա ամենայն հայոց կաթողիկոսի առաջին գործառույթն է։ Ես հասկանում եմ, որ ընդդիմություն իշխանությունը եւ եկեղեցին ինչ-որ խնդիրներ ունեն, բայց ի՞նչն է կապում եկեղեցում նախկին իշխանություններին։ Դա երևի պիտի հարցնենք նրանց, ովքեր որ կապված են։ Ես անձամբ նախկին իշխանությունների հետ իմ ծառայությունից ելնելով Վրաստանի հայոց թեմի մշտապես կապի մեջ եմ եղել։ Եթե վաղը մյուս օր Հայաստանի Հանրապետության իշխանությունը փոխվի, մենք էլի պիտի որպես հոգեվորականներ կապի մեջ լինենք, որովհետև մեր պետության եւ պետականության հոգսերը տանում են այդ իշխանությունները։ Ինչ վերաբերում է նախկին իշխանություններին, եթե նրանցից ոմանք, ես չէի բոլորին նույնականացնի, չընդգրկեին եկեղեցու որոշ գործիչների իրենց նպատակների համար քաղաքական դաշտ, ես խնդիր չունեմ։ Կարող է անձամբ որպես Վազգեն arczepiskopos ունենամ իմ անհատական կարծիքը այս կամ այն ղեկավարի կատարած գործի հետ, բայց երբ նրանք որոշեցին, որ եպիսկոպոսներից մեկին ընդգրկել քաղաքականության մեջ եւ նույնիսկ վարչապետի թեկնածու առաջադրել, այստեղ արդեն իրավիճակը փոխվեց։ Մենք հասկացանք, որ քայլ է կատարվում եկեղեցու ներքաշել ներքաղաքական դաշտ, որը եկեղեցաբանորեն անընդունելի է։ Ես այստեղ չեմ ողջունել եւ չեմ կարող ողջունել այդ քայլը, որը անընդունելի է։ Բայց նախկին իշխանություններից մի բան ասեմ, եթե կարելի է։ Օրինակ ես այս վերջին շրջանում երբ նայում եմ, որ խնդիրները բարձրացել են, քանի արժանավոր թեմերի առաջնորդներ իրենց ձայնն են բարձրացրել, դրանք երկրորդական թեմեր չեն։ Արարատյան հայրապետական թեմ Երևան, Ամերիկայի արևմտյան թեմ,
կոտայք, մասյացոտն, վայք եւ այլ թեմեր եւ անորեից տեսչություն եւ համոզված եմ, որ դեռ հələ շատ ուրիշ թեմերի առաջնորդներ էլի ձայն են բարձրացնելու, բայց ամենայն հայոց կաթողիկոսը չի անդրադառնում դրան իր հանգստյան կոչվելու հայտարարությունը անի։ Բայց տեսեք օրինակ Սերժ Սարգսյանը, տեսնելով որ ժողովուրդը բարձրացել է ոտքի է կանգնել եւ այլևս հնարավոր չէ առաջ տանել, ինքը այնքան հարգանք ու պատիվ ունեցավ, արժանապատվություն, որ հրաժարական տվեց։ Ես 2018 թվականի մեր քաղաքական իրավիճակը նմանեցնում եմ մեր այսօրվա ներեկեղեցական վիճակին։ 17 թվականի ընտրությունների ժամանակ հանրապետական կուսակցությունը մեծամասնություն վերցրեց եւ եկավ իշխանության, բայց երբ իրավիճակը փոխվեց, իրենք ստիպված էին Նիկոլ Փաշինյանին ընդունել որպես նոր վարչապետ, հետո տեսան, որ իրենք падգամավոր են, բայց ժողովուրդ չկա արդեն իրենց ետևում եւ ստիպված էին գնալու արդեն 18 թվականի դեկտեմբերի ընտրություններին, որպիսի խնդիրը կարգավորվի։ Հիմա նույնն է, եկեղեցու բարձր իշխանությունը մնացել է առանց ժողովուրդ, ժողովուրդը առանձնացել է, դարձել է ինքնուրույն եւ ինքնավար։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է եւ դրանից ելնելով վստահ պիտի նոր կաթողիկոսական ընտրություններ լինեն, որպեսզի նոր իրավիճակում, պատմական նոր իրադրությունների սահմաններում այնպես լինի, որ նոր կանոնադրությամբ, նոր ընտրության հնարավորություններով մեր ազգը, մեր հավատացյալները, մեր եկեղեցին եւ եկեղեցականությունը ընտրի այն կաթողիկոսին, որը կհամապատասխանի մեր եկեղեցու ներկա իդեալին։ Իսկ այդ իդեալի մասին մենք առիթ կունենանք դեռ խոսելու։ Հայտարարվեց, որ եպիսկոպոսական ժողով է լինելու եւ մենք ենթադրում ենք, որ այս հարցերի պատասխանները կփնտրվեն այնտեղ եւ կարճ ժամանակ հետո հայտարարեց, որ այն չեղարկվում է, հետաձգվում է։ Մեզ համար շատ անակնկալ էր դա, որտեղ մենք պատրաստ էինք այդ եպիսկոպոսական ժողովին մասնակցելու եւ այնտեղ տեղում մեր խնդիրները բարձրացնելու, որովհետեւ մենք եպիսկոպոս ենք եւ ստացել էինք հրավերք։ Բայց որ չեղարկվեց եւ այն հիմնավորումը, որ իբր եկեղեցուն հալածում է իշխանությունը եւ վտանգ է ներկայացնում մեր եկող եպիսկոպոսներին, մենք դրա հետ անշուշտ հաշտ չենք երկու պատճառով։ Նախ առաջին, որ այստեղ կաթողիկոսն ամենայն հայոց ուրեմն կորցնում է իր ազդեցությունը եպիսկոպոսների վրա, որտեղ մինչ այդ էլ չկայացավ Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, որովհետեւ քվորում չեղավ։ Այս երկու հարցերը շատ կարեւոր եւ էական են։ Մյուսը, երբ ասում են եկեղեցահալած իշխանություն, գիտեք, եթե եկեղեցահալած լինի, ուրեմն պիտի քանդի ֆիզիկական եկեղեցիները, բայց մենք տեսնում ենք, որ եկեղեցիներ են վերանորոգվում կառավարության միջոցներով։ Երկրորդ, պիտի արգելի, որ եկեղեցիներում պատարակներ եւ ժամերգություններ լինեն։ Մենք տեսնում ենք, որ գործող կառավարությունը ամբողջ կազմով երբեմն տարբեր եկեղեցիներում մասնակցում են պատարակի։ Երրորդ, պիտի այդ դեպքում այնպիսի օրենքներ ընդունի, որոնք սուրբ գրքին եւ մեր եկեղեցու ավանդություններին ու կանոններին հակառակ են։ Մենք տեսնում ենք ճիշտ հակառակը։ Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարում է, որ պատրաստական է կառավարության կողմից մասնակցել եկեղեցու գալիք բարեկարգումներին, իր մասնակցությունը բերելու նաեւ մեր քահանաներից շատերի սոցիալական կյանքի բարելավմանը, որովհետեւ եւ կառավարությունը եւ Էջմիածին եւ մենք գիտենք, որ շատ հոգեվորականներ մանավանդ սահմանամերձ շրջաներում եւ հեռու շրջաներում հազիվ ծայրը ծայրին են հասցնում, տարբեր բանկերում ունեն պարտքեր եւ հնարավորություն չունեն շատ անգամ իրենց երեխաների առողջական խնդիրները ընտանիքի լուծելու եւ այսօր կառավարությունը առաջարկում է աջակցություն եւ օժանդակություն։ Սա հոգեվորականներին գնելու հարց չի, սա սրտացավության խնդիր է, որ մեր կառավարությունը առաջարկում է։ Ուրեմն այստեղ ինչ եկեղեցահալածման մասին կարող է խոսք լինել։ Ոչ կաթողիկոսն է եկեղեցի եւ ոչ էլ ցանկացած եպիսկոպոս, վարդապետ, քահանա եւ սարկավակ։ Մենք յուրաքանչյուրս անհատ ենք։ Եթե մեզ անհատապես քննադատում են, մենք դա ընդունում ենք որպես առանցին քննադատություն։ Իհարկե, այս ամբողջ իրավիճակը իր բացասական ազդեցությունն ունեցել է եկեղեցու վարկանիշի վրա։ Մենք դա տեսնում եւ զգում ենք։ Եվ այստեղ է, որ պիտի ամենայն հայոց կաթողիկոսը, վեհապար հայրապետը մեկ անգամ եւս տեսնի, որ այդ գահի վրա բազմելով ինքը օր-օրի վնասում եւ վտանգ է ներկայացնում մեր եկեղեցու ներկային եւ ապագային։ Որքան շուտ ինքը ընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետի պատրաստակամությունը գնալ հանդիպել եւ հանգստի կոչվելու պայմանների շուրջ խոսելու, որպիսի վերջապես ամենայն հայոց կաթողիկոսը պատվով, հարգանքով, համապատասխան կարգով հանգստի գնա, որպիսի հնարավորություն տրվի տեղապահի ընտրության եւ հետագայի նոր կանոնադրության միջոցով նոր կաթողիկոսի ընտրության։ Սա պիտի լինի, այնպես որ այն ինչ որ տեղի ունենում եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ կառավարությունը, որ բարձրացնում են խնդիրներ, այս խնդիրները կան։ Դրա համար մենք գնացինք վարչապետի մոտ հանդիպման եւ թող ոչ ոք դա չշահարկի։ Գիտեք, հետաքրիր բան ասեմ, սիրելի Պետրոս,
Ես 17 տարի եւ վերջին ամիսներին էլ Բալթյան երկրներում եմ ծառայում, 17 տարի Վրաստանում։ Մեր տարբեր երկրներում ծառայող հոգևորականները տարվա ընթացքում, տարիների ընթացքում կարող են երազել, որ այդ երկրի ղեկավարը իրենց ընդունի լսի, իրենց խնդիրները բարձրացնեն։ Մի քաղաքապետ կարող է ընդունել շատ բարձր մեր arczepiskopos, եպիսկոպոս, վարդապետ քահանայի եւ մենք երջանիկ լինենք։ Բայց ինչ է կատարվել, որ մենք մեր երկրի ղեկավարի եւ ղեկավարության հանդեպ ունենք հակառակություն եւ երբեմն թշնամանք ենք տարածում եւ Սփյուռքում եւ այստեղ Հայաստանում։ Իբր թե պարտվեցինք։ Լավ, պարտվեցինք, բայց այդ պարտության համար վարչապետը իր մեղքը վերցրել է, բայց միայն վարչապետն է մեղավոր, կառավարությունն է, ոչ, մենք բոլորս ենք մեղավոր։ Եվ անցյալի իշխանությունը, եւ ներկայի իշխանությունն է մեղավոր, եւ մենք որպես հասարակություն, եւ ցավում եմ, որ մեր սիրելի արցախցիները նույնպես սրա մեջ պիտի փնտրեն նաեւ իրենց բաժինը, որովհետեւ ինչպես եղավ, որ այսպես եղավ, մեկ օրվա մեջ չեղավ այդ պարտությունը տասնամյակների խնդիր ունի եւ մենք պիտի դրան անդրադառնանք, այնպես որ մեղքը մեկի վրա գցելու կամ հայ եկեղեցու պատմություն առարկայի հանելը, այո, կրկնում եմ, կարելի է այլ մոտեցում դրսևորել, ինքս կողմ եմ, որ մեր դպրոցներում անպայման հոգևոր առարկա, քրիստոնեական կրոնական դաստիարակություն լինի, արժեքների դաստիարակություն լինի, սա միայն կարող է մեր տոները, մեր պատմությունը, մեր սուրբ գրքի մասին, սա միայն օգուտ կլինի, բայց ես ուզում եմ նաև մի հարց բարձրացնել, իսկ ով փակեց 2005 թվականից հետո, երբ հայ եկեղեցու պատմություն առարկան մտավ դպրոցներ, ով փակեց Կիրակնորիա դպրոցները, ով նրանք, ովքեր որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից արդեն հարմար չգտան, որ այլևս Կիրակնորյաներ են պետք եւ հարյուրավոր ուսուցիչներ մնացին առանց աշխատանք, որովհետեւ նրանք աշխատում ծառայում էին այդ Կիրակնորիա դպրոցներում, հազարավոր աշակերտներ էլ դուրս մնացին։ Ով դրա պատասխանը պիտի տա։ Այնպես որ սրանք խնդիրներ են եւ հետագայում, երբ որ հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցից դուրս էր գալիս եւ գալիս էր նորից Կիրակնորյաները վերը սկսելու խնդիրը, մենք խնդիր ունեցանք։ Չկար դասագիր, չկա ծրագիր, եւ երբ որ Մայրաթորի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը իր ղեկավարով օգնականներով պատրաստեցին դասագրքերի ծրագրեր, ուսուցիչների ծրագրեր, ընդամենը ամիսներ առաջ քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ղեկավարը հեռացվեց պաշտոնից, այլ պաշտոնի կոչվեց եւ մինչեւ այսօր այդ կարևորագույն, պատկերացրեք, մեր կրթության նախարարությունը այսօր չունի նախարար եւ չունի այսօր պաշտոնյա։ Եկեղեցու թիվ 1 առաքելությունն է քրիստոնեական դաստիարակությունը, որպեսզի մեր սիրելի եւ մեր անուշ ու քաղցր ժողովրդին, մեր հավատացյալներին կարողանանք մենք Աստծո անուշ խոսքերը հասցնենք, այդ ավետարանում կմնա, այստեղ Աստվածաշնչում կմնա, եթե մենք կենթանի կերպով նրանց չներկայացնենք մեր ուսուցիչների միջոցով, մեր հավատացյալների, ակտիվ հավատացյալների եւ բնականաբար մեր հոգեվորականների միջոցով։ Դե ասում են, որ սենց քաղաքական պայքարը, որ հիմա ամեն ինչ տալիս են թուրքերին, իսկ եկեղեցին վերջին դիմադրության օջախն է, դրա համար կաթողիկոսին սենց հարվածներ են տալիս։ Գիտեք, ես Վրաստանում ծառայած ժամանակ ես շփվել եմ, մտերմություն եմ ունեցել եւ ադրբեջանցիների հետ, եւ բնականաբար մուսուլման ուրիշ համայնքի ներկայացների հետ, հրեական համայնքի հետ, ասորական համայնքի հետ, եզդիական համայնքի հետ։ Ես տեսել եմ այդ մարդկանց տարբեր մենք զրույցներ ենք ունեցել, դա խոսքը մինչեւ 2019 թվականն է։ Ես չեմ տեսել, որ այդ մարդիկ այդպես թշնամաբար տրամադրված լինեին մեր երկրի նկատմամբ։ Մենք նույնիսկ շատ անգամ Վրաստանում Թուրքիայի դեսպանատնից ընդունում ենք գալիս էին հրավերներ, որ շատ անգամ իհարկե մենք չենք ընդունել, չենք գնացել Թուրքիայի Հանրապետության այդ տոնին դեսպանատուն, բայց անձամբ շատ անգամ մեզ հրավիրել են նաև տարբեր միջոցառումների իսլամական համայնքի ներկայացուցիչները եւ ես չեմ տեսել այնտեղ նման մոտեցում, որ պատրաստվում են գալ Հայաստանը կուլ տալ եւ վերացնել մեզ։ Եվ նույնը այսօր ինչ է նշանակում։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ տասնյակ եւ 100 միլիոնավոր թուրքալեզու ժողովուրդներ են։ Մենք պիտի գտնենք ձև այդ մարդկանց հետ հաշտության եւ միասին աշխատելու։ Ես չեմ ասում գնանք դառնանք քույր ու եղբայր, բայց մենք պիտի գտնենք ապրելու արվեստը այդ մարդկանց հետ։ Չէ՞ որ մեր հայրերը այդպես կարողացել են ապրել սուլթանական Թուրքիայում, այդպես կարողացել են ապրել իսլամական Իրանում եւ այսօր էլ են ապրում։ Այնտեղ մեր համայնքի ներկայացուցիչները ապրում են եւ ֆարսիների հետ, եւ թուրքալեզու եւ քրդալեզու ժողովուրդների հետ, եւ մենք չենք կարող։ Եվ նրանք, ովքեր որ եկեղեցուն եւ նրա ամենայն հայոց կաթողիկոսին այսքան առումով փորձում են նաեւ Արցախի հարցով շատ առանձնահատուկ դեր տալ, ես ուզում եմ ասել, ժողովուրդ ջան, ձեզ մի խաբեք։ Ինքնախաբեությամբ մի զբաղվեք։ Այսինքն, որևէ մի հարց բոլոր տեղերում լուծում է պետությունը եւ կառավարությունը։ Մնացածը բարի ցանկություններ կարող են լինել։ Այ ասում են Շվեյցարիայում բեապարը խոսեց
Արցախի մասին եւ հալածանքները սկսվեցին։ Շատ լավ արեց խոսեց, խնդիր չկա։ Վեհապարն է կարող է ամեն տեղ իր ժողովրդի հարցերը բարձրացնել խնդիրները, բայց այդ խնդիրների լուծուղը դա մնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Այսօր Նիկոլ Փաշինյանը կգա վաղը մյուսը, իրենք են դա լուծելու, որտեղ իրենք են միջպետական խնդիրներով զբաղվում։ Իսկ մեր սիրելի Արցախահայության հետ կապված ես պիտի անհրաժեշտության դեպքում դիմեմ իրենց ասելով, որ սիրելի քույրեր եւ եղբայրներ, ձեր հարցերը Արցախահայության դա կլինի վերադարձի, մեր պատմական Արցախը վերականգնելու վերադարձի հարցերը պիտի լուծեք դուք։ Բավական է, որ մեր խնդիրները թողնենք ուրիշները լուծեն։ Այդ հարցը պիտի լուծեն իրենք։ Ստեղծելով հասարակական կառույցներ, ունեն պետական կառույցները, նրանք կարծեք թե ավելի շատ պայքարում են Հայաստանի կառավարության, քան Ադրբեջանի կառավարության դեմ, որ ստիպեց իրենց եւ իրենց բնորանից դուրս անեց։ Ես ավելի շատ չար խոսքեր լսում եմ Հայաստանի իշխանությունների հասցեին, քան բուն Ադրբեջանի հասցեին։ Այսպես ոնց կլինի։ Հասկանում եք, մի օր չլսեցինք նաեւ թե խաղաղապահների աչքի առաջ ինչու այդպես եղավ։ Ոչ մեկ այդ հարցը չի բարձրացնում։ Եվ պիտի կարծում եմ այդ հարցերը միջազգային արենայում բարձրացվի եւ հավատում եմ, որ մեր Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոս, մեր աղոթքներով, մեր բարի գործերով պիտի այդ հարցերին անդրադառնա։ Տեսեք, ես ինձ հետ բերել եմ Աստվածաշունչը եւ որտեղից ցանկանում եմ մի նախադասություն կարդալ։ Սա Թագավորաց առաջին գրքի 3-րդ գլխի ուրեմն 2-րդ համարն է, առաջին համարի 2-րդ մասը։ Այդ օրերին Տիրոջ խոսքը հազվագյուտ էր եւ տեսիլք չկար, որ գուշակվեր, այսինքն արժանի տեսիլքներ չէին երևում։ Սա այն ժամանակահատվածն է, որ Հեղի քահանան եւ իր որդիները մեծ մեղքերի մեջ էին եւ Աստված վշտացած եւ այլևս երկար տարիներ մերժել էր Իսրայելին։ Եվ հետո եկավ Սամվելը որպես մարգարե եւ Սամվել մարգարեի միջոցով նորից Աստված իր ժողովրդին խոսեց։ Մենք ինձանից սկսած վստահ եմ մեր ամենա խոնար ծառայողից մինչև վերջը մենք ունենք եւ ունեցել ենք եւ անձնական եւ անանձնական մեր բացթողումներն ու մեղքերը մինչև մենք չանդրադառնանք եւ քայլ չկատարենք մաքրվելու եւ մաքրելու մեր տաճարը այս ամբողջից եւ մեր ներսի տաճարը եւ ֆիզիկական տաճարը Աստված մեր հետ չի խոսելու նորից մնալու ենք Աստծո հետ անհաղորդ բայց հավատում եմ որ այս քայլերը, որ այսօր մեր 10 սրբազաններով սկսել ենք եւ ունենք շատ համակիրներ մեր հավատացյալների հետ միասին, հակառակ այն բոլոր չարախոսություններին, հակառակ այն բոլոր վիրավորական խոսքերին, հակառակ նրանք, որ դրանք թող նույնիսկ բորենիների տասնյակ ոհմակներ մեր դեմ ուղարկեն, միևնույնն է, ճիշտ ընթացքի մեջ ենք եւ Աստված մի օր, եթե ոչ ուղիղ մեր, ապա մի օր մեր հավատացյալների միջոցով խոսելու է մեր ժողովրդի հետ։ Ինչպես եք վերաբերում վարչապետի երեկվա եւ այսօրվա առաջարկներին։ Այդ առաջարկները շատ էական եւ կարեւոր են, բայց քննարկման կարիք ունեն։ Հասկանում եմ մեր վարչապետի մտահոգությունները, որովհետեւ մեր եկեղեցիները ֆիզիկական նկատի ունեմ, տաճարները եւ երբեմն ցավոք որոշ հոգեվորականներ, որոյի մասին մենք խոսքի սկզբից խոսեցինք, կարծեք թե այդ եկեղեցիները դարձրել են հակադրության օջախներ։ Գուցե սա է, որ ցանկություն կա, որ բոլոր տաճարների մոտ դրվի մեր դրոշը։ Ապագային թող դրվի, մեր տների առջև էլ դնենք։ Մեր բոլոր պետական սիմվոլների նկատմամբ պիտի ունենանք բացառիկ վերաբերմունք, բայց դա պիտի լինի ոչ թե պարտադրանքով, այլ մեր ժողովրդի հետ խոսելով, մեր հոգևոր դասի հետ խոսելով, մեր հավատացյալների հետ խոսելով, որ դա գա որպես ցանկություն, որպես իղձ, որ մեր դրոշը տեսնենք, խոնարհվենք, ինչպես որ հետո մտնում ենք տաճար, խոնարհվում ենք մեր Աստծո առջև, խոնարհվում ենք մեր տաճարի, մեր սուրբերի առջև, մեր խոնարհումը մարդկային ֆիզիկական բերենք նաև մեր պետականության առջև։ Իսկ եկեղեցիներում, որ հնչի պետական օրհներգը, կրկնում եմ, այս խնդիրը պիտի նայվի, որովհետև չլինի, որ շփոթի բերի տաճարը եւ երկրային պետությունը երկնային պետության հետ։ Հասկանում ենք մեր վարչապետին, բայց պատրաստ ենք իրեն հետ եւ հասարակության հետ քննարկելու այս խնդիրները։ Շնորհակալություն։ Աստված օրհնի։ Մեր հյուրը Վազգեն arczepiskopos Միրզախանյանն էր, Բալթան երկրների թեմի առաջնորդը, մենք հանդիպենք ցտեսություն։